24 կիլոմետր։ Հայաստանի տարածքում ձյուն կշարունակի գալ մինչև հունվարի 2-ի առավոտյան։ Օդերեհութաբան Գագիկ Սուրենյանը զգուշացրել է հատկապես լեռնային հատվածներում բքի ու ցածր տեսանելիության մասին։ Հայաստանի ամենաբարձր մարտական դիրքերը պահող զինվորների մոտ տանող ճանապարհները մաքրվում են օր ու գիշեր, հավատացնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը կադրեր է հրապարակել գիշերով ձյուն մաքրող տեխնիկայի աշխատանքից։ Այսօրվանից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսով, 2-ից դառնալով 1.5 տարի։ Հայաստանում շտապօգնության կանչերը կսահմանափակվեն, քաղաքացիները կարող են տարեկան առավելագույնը 8 անգամ անվճար շտապօգնության կանչ գրանցել։ Սպուտնիկ Արմենիային հայտնել է Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենը։ Սահակ Հակոբյանը միևնույն ժամանակ հավատացրել է, ոչ մի կանչ անպատասխան չի մնա։ Եթե դեպքը համապատասխանի շտապօգնության տրամաբանությանը, խումբն անպայման կմեկնի կանչի հասցեով։ Մյուս դեպքերում կանչ տվողին կուղղորդեն համապատասխան առողջապահական այլ օղակներ։ Հունվարի 1-ից Հանրապետությունում սկսում է գործել առողջության պարտադիր ապահովագրության մասին օրենքը։ Առաջին փուլով դրանից կարող է օգտվել մոտ 1.7 միլիոն քաղաքացի, մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձինք, առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, ընտանեկան անապահովության համակարգում գրանցվածները, 28.1 եւ ավելի բալ ունեցողները, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները եւ այն քաղաքացիները, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Ապահովագրության փաթեթի տարեկան արժեքը 129,600 դրամ է, ամսական 10,800 դրամ։ Թոշակառուների եւ նպաստառուների համար հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում հետվճարը 12%-ից դարձել է 20%։ Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերը փակվել են։ Մետրոյի համար վճարել կարելի է միայն էլեկտրոնային եղանակով։ Արևան Իրանի խոշոր քաղաքներում արդեն 4-րդ օրն է չեն դադարում հակակառավարական ցույցերը։ Երկրի արևմուտքում բախումների ժամանակ անվտանգության ուժերի ծառայող է սպանվել։ 1 տասնյակից ավելի ոստիկան վնասվածքներ ստացել։ Ռաշտ քաղաքում ցուցարարները հրկիզել են ուժայինների մոտոցիկլետը՝ ի պատասխան ցուցարարներին ցրելու ոստիկանության փորձերի։ Իրանի երկրորդ խոշոր քաղաք Սպահանում բախումներ են եղել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև։ Երիտասարդները փողոցներում կրակներ են վառել, փորձելով արգելափակել հատուկ ջոկատայինների առաջխաղացումը։ Մայրաքաղաք Թեհրանում հունվարի 1-ի գիշերը ուժայինները ներխուժել են համալսարաններից մեկի աղջիկների հանրակացարան, ինչը հանգեցրել է նոր բախումների։ Իրանի նախագահը ասել է, որ բողոքի ալիքի հիմնական մեղավորը իրենք են ու ոչ թե Ամերիկան եւ ուրիշները։ ما میتونیم این کارا رو بکنیم. مردم ناراضی ان. ما مقصریم. شما مقصرین. Եթե մարդիկ դժգոհ են, դա մեր սեփական մեղքն է, ոչ թե Ամերիկայի կամ որևէ մեկի։ Մեր պարտականությունն է ճիշտ կառավարել ռեսուրսները, բարելավել արդյունավետությունն ու արտադրողականությունը եւ լուծել մարդկանց խնդիրները։ راه پیدا کنیم و مشکل حل کنیم. ما این باید که تلاش بکنیم و این مشکلات رو براش راه حل پیدا کنیم. Իրանում բողոքի հիմնական պատճառը ազգային արժույթի կտրուկ արժեզրկումն է, դոլարի կուրսի բարձրացումը։ 2025-ի վերջին Իրանում գնաճը հատել էր 48%-ի սահմանը, կտրուկ թանկացել էին սննդամթերքը եւ առաջին անհրաժեշտության ապրանքները։ Վերլուծաբանները բողոքի այս ցույցերը համարում են ամենամասշտաբայինը 2022-ի Մահսա Ամինիի ցույցերից հետո։ 24 մարդ է զոհվել Խերսոնում ուկրաինական անօդաչուների հարձակումից, ողբերգությունը տեղի է ունեցել ամանորի գիշերը։ Խերսոնի ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածում Խորլի առողջարանային բնակավայրում ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են հյուրանոցին եւ սրճարանին, որտեղ հարյուրավոր մարդիկ նշում էին տարեմուտը։ Նախնական տվյալով զոհվել է 2 տասնյակից ավելի մարդ, այդ թվում 1 երեխա։ Զոհերից մի քանիսի մարմինները մոխրացել են, ավելի քան 50 մարդ ստացել է տարբեր
աստիճանի վնասվածքներ։ Ըստ ռուսական կողմի հակառակորդի ԱԹՍ-ներից մեկը լիցքավորված է եղել հրկիզող խառնուրդով, ինչի պատճառով շենքում հզոր հրդեհ է բռնկվել և շատերը պարզապես չեն հասցրել դուրս գալ շենքից։ Փրկարարները հրդեհը մարել են միայն այսօր առավոտյան։ Կանխամտածված ահաբեկչություն է անվանել Մոսկվան տեղի ունեցածը և խոստացել համարժեք պատասխանել։ Կիևն արդեն հայտարարել է 205 ռուսական անօդաչուների հարձակման մասին։ Ամստերդամի կենտրոնական հրապարակում ամանորի գիշերը վերածվել է անկարգությունների, ոստիկանությունը բախվել է ցուցարարների և երիտասարդների խմբի հետ, որոնք անկանոն հրավառություններ և ճայթուկներ են նետել ամբոխի և իրավապահների ուղղությամբ։ Բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են։ Քաղաքի եկեղեցիներից մեկի աշտարակում խոշոր հրդեհ է բռնկվել։ Նախնական վարկածով պատճառը հրավառությունն է։ Ծանրաբեռնվածության պատճառով քաղաքի արտակարգ իրավիճակների հեռախոսահամարը ժամանակավորապես խափանվել է։ Իշխանությունները հորդորել են զանգահարել միայն կյանքին սպառնացող վտանգի դեպքում։ Գերմանիայում տոնակատարությունները ստվերվել են մարդկային կորուստներով։ Բիլեֆելդ քաղաքում 2 18-ամյա երիտասարդ մահացել են հրավառության ինքնաշեն սարքերը օգտագործելու պատճառով։ Բերլինի հրապարակներից մեկում, չնայած հրավառությունների արգելքին, գրանցվել են բազմաթիվ ձերբակալություններ և բախումներ, որոնց հետևանքով առնվազն 1 ոստիկան վիրավորվել է։ Ֆինանսական խնդիրների պատճառով այս տարի Բերլինի իշխանությունները չեղարկել էին Բրանդերբուրգյան դարպասների մոտ ավանդական շոուն, այն տեղափոխվել էր Համբուրգ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում իրավիճակը սրվել է ոչ միայն ամանորի, այլև Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում Ալժիրի հավաքականի հաղթանակի պատճառով։ Փարիզի փողոցներում սկսված անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ բաց թողնել։ Անվտանգության նկատառումներից և ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակից ելնելով իշխանությունները նախապես չեղարկել են Ելիսեյան դաշտերի տոնական միջոցառումները։ Ամբողջ երկրում կարգուկանոն ապահովելու համար մոբիլիզացվել է մոտ 90,000 ոստիկան։ Դրոնների շոուն ազդարարել է 2026 թվականի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Մեր երկրի գլխավոր հրապարակի երկինքը լուսավորել են մի քանի հազար դրոններ, ցուցադրելով, թե ինչպես են ժամացույցի սլաքները ազդարարում տարեմուտը, հետո երկնքում բացվել է Հանրապետության զինանշանը, սրտում Արարատի լեռան պատկերով։ Նաև գրվել է խաղաղություն բառը ու 2025-ի գլխավոր թրենդը՝ ձեռքով սրտիկ, ճիշտ նրանից, որով ողջունում էր Հայաստանի վարչապետը սոցիալական ցանցերի իր հետևորդներին անցած տարի ամեն Աստծո առավոտ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին ամանորյա ուղերձում ասել է. «Մեջբերում հասել ենք ապագային, եւ մենք ապրում ենք ապագայի մեջ, այլևս չենք հայտնվելու անցյալում»։ 2026 թվականի կարևորագույն իրադարձությունը սակայն ազգային ժողովի հունիսին կայանալիք հերթական ընտրություններն։ Այդ ընտրություններում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անշրջելիորեն պետք է տեր կանգնի իր ստեղծած խաղաղության, իր վերահաստատած պետության, իր, այսինքն ժողովրդի իշխանության։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Եկեղեցու դեմ պառակտիչ գործողությունները չունեն արդարացում և չեն ունենա շահեկան ավարտ, հայտարարել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II աշխարհի հայերին հղած իր ուղերձում։ եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ միայն Քրիստոսին։ Առաքելահիմն հայոց եկեղեցին Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնով երկնավորի շնորհն է մեր ժողովրդին, ազգանվեր, հայրենաշեն ու հայապահպան իր ծառայությամբ։ Տարեմուտի խորհրդաշատ այս պահին, սիրելիներ, հայրապետիս հորդորն է, ամուր և աներեր պահենք մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը, թույլ չտանք, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, հարմար ողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը, տկարացնելով մեր հույսը և թուլացնելով մեր ազգային ոգին։
շնորհավորում եմ բոլորիդ, գալիք նոր տարվա կապակցությամբ։ Հայաստանի քաղաքական դաշտում մեծ իրարանցում առաջացրած եւ հիմնական բևեռներից մեկը դարձած մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վճռորոշ տարի է համարել 2026-ը Հայաստանի զարգացման համար։ Մենք վստահ ենք բոլորով, որ մեր երկրին պետք է առաջնորդ, ով կմիավորի բոլորից, կջնջի բաժանող գծերը եւ կտանի մեզ դեպի ուժեղ Հայաստան։ Եվ մեր հասարակության շատ անդամների կարծիքով Սամվել Կարապետյանն է լինելու այն մարդը, ում վիճակված է այդ դերը հայոց պատմության մեջ։ Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում եմ, որպեսզի 2026 թվականից հետո մենք համարենք ամեն տարի ավելի շատ, որ մենք ապրում ենք ուժեղ երկրում, ուժեղ Հայաստանում։ Ամանորից մեկ օր առաջ, դեկտեմբերի 30-ի գիշերը, ավելի քան կես տարվա անազատությունից հետո տնային կալանքի գնաց ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նրա խափանման միջոցը փոխելուց բացի, դատարանը սահմանել է նաև 4 միլիարդ դրամ գրավ։ Հայաստանի սպորտային պարծանք Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցի իր միլիոնավոր հետևորդների համար ամանորի շնորհավորական ուղերձ է հրապարակել եւ հատուկ նշել Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների մասին։ Չէի կարող ամանորյա ուղերձը գրել առանց առանձնահատուկ հիշելու հարևան երկրի բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին, գրել է Հենրիխ Մխիթարյանը։